CNN-ը ցուցադրել է Դոնալդ Թրամփի դիմանկարը, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտին նվիրել էր ԱՄՆ նախագահին։ Նկարի հեղինակը հայտնի ռուս նկարիչ Նիկաս Սաֆրովն է։ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի նստավայրը ժապավենով փակվել է եւ կնքվել, կանխելու անօրինական մուտքը մինչեւ նոր պապի ընտրությունը։ Ռուսաստանում ուժի մեջ են մտել նոր կանոններ, որոնք արգելում են ավտոտնակներում բենզինի, նավթի եւ այլ դյուրավառ հեղուկների պահպանումը։ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մայից հետո Վատիկանում քննարկվում է նրա հողարկավորության օրվա հաստատեցումը։ Ամենայն հավանականությամբ այն տեղի կունենա ապրիլի 26-ին։ Սկանդալային զույգը Քանյե Ուեսթը եւ Բիանկա Սենսորին կրկին քննարկումների կենտրոնում են։ Ամիսներ տևած լռությունից հետո նրանք նորից միասին են, այս անգամ հանգիստը վայելելով Իսպանիայում։ Ռուսաստանում մանկապարտեզը վերաներկել են Ուկրաինայի դրոշին նման լինելու պատճառով։ Մոսկվայում դպրոցականին դաժան ծեծի են ենթարկել արտաքին տեսքի համար։ Տնօրենն ազատվել է, հարուցվել է քրեական գործ։ Ճապոնացին 10 տարի գումար է խնայել Ֆերարիի համար, սակայն այն արվել է 1 ժամ անց։ 2016 թվականին Փարիզում տեղի ունեցած աղմկահարույց կողոպուտը, որն ավելի շատ հիշեցնում էր հոլիվուդյան գանգստերային ֆիլմ, մոտ ապագայում կհայտնվի դատարանում։ Մեղադրյալները 60-ից բարձր թոշակառուներ են, ովքեր զինված ներխուժել էին Քիմ Քարդաշյանի բնակարան, կապել նրան եւ 10 րոպեում հափշտակել շուրջ 11 միլիոն դոլարի զարդեր եւ հեծանիվով փախել։ Արևմտյան Աֆրիկայում Գվինեա Բիսաուի Կանտանհեզ ազգային պարկում գիտնականները բացահայտել են վայրի շիմպանզեների խմբային վարքի նոր դրսևորում, որը տիպիկ է մարդկանց սոցիալական կյանքին։ Շիմպանզեները պարբերաբար հավաքվում են միասին խմորված աֆրիկյան հացի պտուղներ ճաշակելու, որոնք պարունակում են ալկոհոլ։ Արգենտինայի Էնտրե Ռիոս նահանգում կապիբարները, աշխարհի խոշորագույն կրծողները, պատվել են կանաչ լորձով, ջրային մարմիններում կապտականաչ ջրիմուռների անսովոր ծաղկման հետևանքով։ Netflix-ի սցենարը իրականություն է դառնում։ Վատիկանի հնարավոր նոր առաջնորդը կարող է լինել առաջին սևամորթ պապը։